սեռով պայմանավորված ամեն ինչը իմ կարծիքով մեր երկրում շատ տարբերվում է սկսած ընտանիքից եւ դաստիարակությունից։ Մեզ մոտ օրինակ կա աղջկան դաստիարակելու մեթոդիկա եւ տղային դաստիարակելու մեթոդիկա։ Այսինքն կարծում եմ ճիշտ է։ Ձգտելը որպեսզի երեխաներին հավասար վերաբերվեն տանը, դա միանշանակ ողջունելի է ու այդ առումով ես ձեզ հետ լիարժեք համաձայն։ Բայց համազանը Բորիսն էլ է համաձայն։ Ես էլ եմ համաձայն, բայց իմ կարծիքով տեսեք, հավասար սիրո առումով ուշադրության առումով վերաբերմունքի առումով միանշանակ պիտի ամեն ինչ հավասար լինի, բայց օրինակ ես քույր ունեմ, ես չեմ պատկերացնում ինձ ու քրոջս ոնց կային մեր ընտանիքում նույն ձև դաստիարակեին։ Երբ մենք խոսում ենք նրանից, որ աղջիկների հանդեպ կա այլ վերաբերմունք, պետք է նշել, որ տղու հանդեպ ընտանիքում ավելի դաստիարակությունը խիստ է։ Սեփական փորձից նաև ասեմ, այո, աղջկան ավելի շատ են զիջում ընտանիքում դաստիարակության մեջ, գուցե իր սխալներին այլ կերպ են վերաբերվում, ավելի զիջողական են, քան տղամարդու։ Կարելի է գնալ ու շարժում հիմնել ու սկսել պայքարել, որպեսզի տղամարդկանց հավասար կերպով վերաբերվեն, ինչպես աղջիկներին։ Բայց չէ՞ այտենց ասում։ Ոնց որ ես ասում եմ, որ մասնավոր դեպքեր այդպիսի շատ կան ու կարելի է այդպիսի դեպքերի հիման վրա վերցնել շարժում սկսել, ինչպես օրինակ հիմա կան մասնավոր դեպքեր։ Ոնց որ չհավատակ, որ այդ շարժումը կարա լինի։ Այսօր այդ շարժման լինելու նպատակը ես չեմ հասկանում։